2017-ը պետք է լինի արտահանումների տարի, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության այս տարվա գլխավոր մարտահրավերն է։ Անցած տարին փակեցին նախարարի խոսքով արտահանման ռեկորդային 21% ցուցանիշով, բայց համախառն ներքին արդյունքում արտահանումը դեռ 30% է, մինչդեռ նպատակը 40-ից 50%-ի հասցնելն է։ Մի քանի փուլով ենք փորձելու մեր արտահանումը խրախուսել։ Առաջինը ես նշեցի ներկա արտոնյալ ռեժիմներով շուկաների բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք դեռ այսօր կան, դրանց վերացում, որովհետև մենք ամենաշատը ադապտացված ենք այդ շուկաներ։ Միաժամանակ ես նշեցի, որ մենք աշխատանքներ ենք շատ ակտիվ իրականացնում, որպեսզի մենք կարողանանք մեր արտահանման ծավալները դեպի Եվրոմիության շուկաներ ավելացնել։ 2017-ը նաև պետք է լինի արտահանման շուկաների ապակենտրոնացման տարի։ ԵԱՏՄ մուտք գործելուց հետո ապրանքաշրջանառությունը մեծացել է, բայց օրինակ Ռուսաստան արտահանումը դեռ մեկ շնչին $1.70 է համարժեք։ Իրանի դեպքում այդ ցուցանիշն ավելի ցածր է։ Այս դեպքում խոչընդոտներն են շատ։ Հայկական հանքային ջուրը, կոնյակը, բաստուրման ու մածունը պետք է հասնեն նաև Իրան։ Հարևան Իրանը դեռ մեր ապրանքների սերտիֆիկացումը չի ճանաչում։ Լարսի անցակետին այլընտրանք գտնելը նույնպես այս տարվա առաջնահերթությունն է։ Օդային բեռնափոխադրումների համակարգ ենք մշակել եւ հնարավորություն կստեղծվի մեր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք որ մասնավորապես արագ փչացող ապրանքատեսակներ են արտահանում դեպի Եվրասիական տնտեսական միություն, իրենք հնարավորություն կունենան շատ մատչելի գներով այդ ապրանքները տեղափոխել։ Հունվարի 15-ից հայկական գինին, պանիրն ու ձկնատեսակներն էլ կվաճառվեն վերազգային կորպորացիաներից մեկի Metro AG-ի ցանցերում։ Նախարարությունը կհամագործակցի նաև հայկական դեսպանությունների հետ հայկական ապրանքներն այդ երկրներում ավելի ճանաչելի դարձնելու համար։ Մանուի Իրիցյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։